Ես ձեզ ասեմ, որ Ալեքսանդր Մանթաշյանցը մեր հզոր հայերից մեկն է, խոշոր գործարար եւ խոշոր բարերար։ Իմ համար այս օրը այն օրն է, որ մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր խոշոր բարերարին եւ կարողանանք մեր հասարակությանը ցույց տանք, որ հայ գործարարը պետք է ունենա իր, այսպես ասած, օրինակը, ինչպիսին եղել է Ալեքսանդր Մանթաշյանցը։ Հայ գործարարը ցավոք սրտի այսօր Հայաստանի Հանրապետությունում միանշանակ չի ընկալվում։ Իհարկե դրա մեջ նաև մեծ դերակատարում ունեք դուք լրագրողները, որ գործարարների միշտ ներկայացնում եք գրփող, թալանող, գողացող, ավազակ։ Թե իրականում որն է, դա հայտնի է Աստծուն եւ ամեն մի գործարարին անձամբ իրեն։ Սա իմ համար մեծ խորհրդանշական օր է եւ կարծում եմ, որ մենք գործարարը ինչքան հարուստ գործարարներ ունենանք, ինչքան լավ ճիշտ գործարարներ ունենանք, դրանով պետությունը, Հայաստանը ավելի հզոր կլինի։ Իսկ մեր իրականությունում կան այդպիսի գործարարներ, ովքեր Իմ կարծիքով այո։ Իսկ կարող եք նշել մի քանիսի։ Ես կարծում եմ, որ կարիք չկա նշելու, որովհետև խտրականություն կլինի, կարծում եմ դուք ինքներդ լավ գիտեք, որ խոշոր գործարարներ կան Հայաստանից դուրս, ինչու՞ չէ նաև Հայաստանում, եւ ես կարծում եմ, որ ընդհանրապես գործարարները իրենց բարեգործությունը կատարելուց չպետք է մատի փաթաթան դարձնեն, այնպես որ բարերարությունը դա եկեղեցի կառուցելով չի, դա եւ այլ, բարերարը պետք է Աստվածաշնչում ասվում է, աճ ձեռը չպիտի իմանա թե ձախ ձեռդ ինչ է անում եւ աչքը չպիտի տեսնի թե ձախ աչքդ ինչ է տեսնում։ Սրա մեջ շատ մեծ խորհուրդ կա։ Կան այդպիսիները եւ ես չէ որ պիտի դրանց անունը թվարկեմ։ Դուք ինքներդ փորփրեք գտնեք։ Լավ, պարոն Բարսեղյան, ձեր գնահատականը։ Բեգլարյան, Բարսեղյան։ Պարոն Բեգլարյան։ Բարսեղ ասեք, լավ, հա, հասկանում։ Կներեք, շփոթվեցի պայտակ։ Պարոն Բեգլարյան, ձեր գնահատմամբ առհասարակ այսօր փոքր ու միջին կլինի, մեծ գործարարներ կնեն։ Այսօր գործարար աշխարհի ներկայացուցիչների առջև հիմնականում ինչ խնդիրներ կան ծառացած, որոնք, այսպես ասած, հրատապլուծման կարիք ունեն կամ Դուք արդեն անցնում եք ուրիշ հարցերի, քանի որ այսօրը Սուրբ օր է, Ալեքսանդր Մանթաշյանցի իրոք ծննդյան օրն է, եկեք այսպես ասենք, դա շատ բարդ ու ընդգրկուն հարց է եւ այս հարցին ոտի վրա պատասխանելը կարծում եմ ճիշտ չէ։ Լավ, առհասարակ, բայց գոնե 1-2 խնդիր նշեք, հա, որոնք այսպես ասած գերակա խնդիրներ են եւ շատ հաճախ են հանդիպում։ Դե գործարարը պետք է նախ եւ առաջ ստեղծի աշխատատեղեր, պետք է բարեխիղճ հարկատու լինի, նաեւ գործարարը պետք է իսկական գործարարը իր երկրում պետք է գործարարություն անի եւ իր ունեցած հարստությունը ներդնի միայն Հայաստանի Հանրապետության ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման։ Կան այդ պայմանները այսօր մեր իրականությունում։ Գիտեք ինչ կա, դժվար են։ Հիմա էլի եմ ասում, դուք հիմա ուզում եք ինձանից կորզեք մտքեր, չգիտեմ ինչ, ես այս պահին մի ինչ միտք ասեմ, այդ մտքից բռնեք, դժվար է։ Դուք հիմա ինձ հարց եք տալու հավասար դաշտ կա, էս կա եւ այլ, ես գիտեմ չէ ձեր հարցերը։ Լավ, բայց այսօրվա օրը ուղղակի դուք հա ներկայացնեք նաեւ, պարոն Բեգլարյան։ Ուրեմն ես կարող եմ ասել, որ իմ խորին համոզմամբ Հայաստանում միջին խավ չի ձևավորված, որը դա մեր հարցերի հարցն է։ Եթե մենք չունենք միջին խավ, մենք զարգացման ճանապարհը դանդաղենք անցնելու։ Սա իմ խորին համոզմունքն է։ Պետք է ունենանք եւ խոշոր գործարարներ եւ ունենք փոքր մանր բիզնես, բայց միջին չունենք ցավոք սրտի։ Սա է մեր միակ այսօրվա գրավականը եւ այսօրվա հրամայականը, որ մենք պետք է դրան փորձենք լուծում տալ։ Ձեր արժև պարոն Բեգլարյան, թե գնահը ուղղակի ինչ կան, հա, ծառացած, որպես գործարար, դժվարությունները, որոնք Ես այսօր չեմ եկել հարցազրույց տալու։ Այս օրը հիշատակի օրը Փարք Տիրոջը Աստված հոգին ողորմի Մանթաշյանի եւ Մանթաշյանի բոլոր ողորմած անձավորներին։ Լավ, բայց մի վերջին հարցը, պարոն Բեգլարյան, մեր կառավարությունը փոքր ու միջին տեսնեք դուք քաղաքականացնում եք։ Չէ, ես կառավարությանը ոչ գնահատական տալու եմ, մեր իշխանությունները կամ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը այնպեսին է, որ կարողանան փոքր ու միջին գործարանները զարգանան։